Հարկ Տիրոջը սիրելիներ, մի շատ կարճ կարևոր թեմայի շուրջ եմ ես ուզում խոսել, դու լինելով թե լավ հոգևոր, թե վատ հետևանք ես թողում, դու պատմություն ես կերտում, մենք ամեն անգամ տկարության մեջ լինելով հոգևոր, տկարության մեջ պետք է հիշենք, որ ինչ հետևանք կթողենք մեր սերունդին, ինչ հետևանք թողեն մեր ընտանիքին, մեր զավակներին, թոռներին և վերջապես մեր երկրին, մեր ազգին, հետևանք ամնում, դրա համար ես այսպես եմ վերնագրել, անցած անգամ մի խմբում էլ ես թեմայով կարճ խոսեցի, դու մենակ չես, այլ մտածի հետևանքի մասին նաև, Լևա եղբայրը շատ գեղեցիկ խոսեց նվիրվածության մասին, որ մենք միշտ պետք է նվիրված լինենք, այսօր գնանք, թե երբ գնանք, մենք նվիրված պետք է լինենք երկնքին, աչքերդ փակում ես այստեղ և դու երանելի ես, աչքերդ բացում ես երկնքում, ավարտվում է այստեղ և սկսվում է հավիտենությունը, բայց դրա համար կա մտածել, որ այդ պատմություն դու կերտում ես, դրա համար կա մտածել, Աստծո խոսքը մեր զավակների համար այսպես է ասում, Առակաց 1:8 այսպիսի խոսք է ասում, Առակաց 1:8 Երեխաներից պահանջում է սա Աստծո խոսքը, բայց ինչ անեն երեխաները, պահանջում է սա, 1:8 Որդյակի, քո հորդ խրատին մտի կրե ու քո մորդ օրենքը մի մերժեր, ասում է մեր զավակներին այս խոսքը, որդյակի, հորդ խրատը մտի կրե, բայց ինչ է խրատում հայրը, այստեղ արդեն կանգ առնենք, մենք հրանդեկակրած ասեց, կարող է պահ լինի, բարի սամարացին, որ օրինակը տարածվել ամբողջ աշխարհում, մենք տեսնում ենք այդ օրինակը, որ ինքը ընդամենը շոշափելի գործողություն կատարեց սամարացի, բարի սամարացի, և իր անունը գրվեց Աստվածաշնչում, մենք չենք նայում քարոզեց, սամարացին, այդ վիրավորին, չենք նայում այնտեղ տեսնում, վկայեց, երկնքի ճանապարհ ցույց տվեց, ոչ մի բանի մասին գրված չի, գրված է, որ չթողեց վիրավոր ընկած, ընդամենը շոշափելի գործողություն կատարեց, և այո, երեխան այս խոսքից բացի, մենք արդեն պարտականությունը ընկնում է ծնողի վրա, որդյակիմ, քո հորդ խրատը մտի կրե, ոչ միայն խոսքով այլև գործնական, խրատ է լինում, խրատում է, պատասխանատվության տանք է լինում ծնողը, ինչպիսի խրատ տա, ինչպիսի օրինակ ծառայի, ինչպիսի վարվելակերպ ունենա, իր Աստված երկնքից իրեն տվել է մարդ, և կարճ ժամանակում
այդ մարդը երկնքից տրված այդ հոգին, որը դու ես պատասխան տալու, հերս միշտ ասում էր տղաներին, մեզ բոլորիս, ուր էլ գնաք աշխարհի որ ծայրում էլ որ ապրեք, միևնույն է դռան վրա գրվելու է անուն ազգանուն, ձեր անուն ազգանուն մնացականի իմն ես դու, ուր էլ գնաս իմն ես։ Գիտեք, ինչ կարևոր պատասխանատվություն ունենք որդին Աստվածաշունչն ասում է խրատը ընդունիր, բայց ինչ ենք խրատ տալիս։ Ինչ ենք խրատում։ Խրատում ենք ուժեղեղի դիմացինին ջարդի փշրի։ Հիշում եմ մենք հարևան ունեինք, երբ որ ծեծել էին տղային մայրը ասել էր մինչև չգնաս ծեծես տուն չմտնես, պետք է գնաս ծեծես, թե հիմա ինչով է ծեծելու, փետով, թե ինչ արնելու չգիտես դրա վիճակը։ Այսպես էր խրատում, մինչև չգնաս չծեծես տուն չմտնես, եւ իրոք գնացել էր ու մենք ասում ենք արագիլի բուն, մեր գյուղում շատ արագիլներ կան, պես ծառերի վրա են բուն դնում արագիլները, ոչ միայն ստորբեքի պես գնացել էր գիշեր, մնացել էր արագիլի, դե բաց թողած տուներ, բաներ, արագիլի բուներ, պես միշտ պապան պատմում ծիծաղում էր, ես չեմ էլ այդպես պահին, բայց պապան միշտ ասում էր, արդյոք կարելի է այսպես խրատել, գնա միջև ծեծես տուն չմտնես, ինչ է սա, էսա խրատը։ Դրա համար մենք պատասխանատվություն ունենք մեր երեխաներին։ Ինչ ենք խրատում։ Ղևտացիների 19:3-ում այսպես են կարդում. այսպիսի տողեր են կարդում. շատ ամեն մարդ իր մայրն ու իր հայրը պետք է հարգե մարդ եւ սա ասում է մեր որդիներին այս խոսքը պետք է հարգի դա պեչատ է դա կնիք է պետք է հարգի անկախ ծնողի ով լինելուց պետք է հարգես ծնողը հոգևոր չի արկագոլիկ է խմող է հայոյող կռվող բայց դու պետք է հարգես որովհետև դու իրանից ես ծնվել եւ քո ծնողն է այսպիսի պատասխանատվություն է դնում Աստվածաշունչը մեր զավակների վրա հիմա մենք ինչ ենք անում ինչպիսի պատմություն ենք կերտում ինչ ենք անում եւ դա զավակից բացի շարունակվում է Առակաց 17:6-ում դա մենակ մի զավակներով մարդը չի բրցնում Առակաց 17:6 այստեղ շարունակվում է շարունակություն կա պատմությունը շարունակվում է թորները ծերերուն պսակն են եւ որդիներուն պարծանքը իրենց հայրերն են ես երևի եմ ասել այդ օրինակը չեմ հիշում շատ տարիներ առաջ էր այդպես ես
մետրոյից ուղարկված էի Ցեմզավոդ, Արարատ եւ ավտոբուսով էի գնում գալիս։ Հետ գալուց մի ամայի տեղ ավտոբուսը կանգնեցրեց վարորդը։ Միշտ ինչ որ ժամեր կար, որ ուսանողներ էին գնում գալիս Երևան, ուսանողներ դասի եւ հետ էին գնում Արարատ։ Եվ մատով դուրս եկավ, կանգնեց, մատով ցույց տվեց ուսանողներից մեկի մի հատ երեխայի, ասեց իջի, ասեց խի, ասեց դու էս ինչի տղեն ես, կգնաս հորդ կասես, որ ինքը այնքան վատ մարդ է, որ ինձ բոլոր ուսանողների մոտ իջացրեց, ասեց կգնաս հորդ կասես, այդքան ինքը վատ մարդ է։ Եվ այդ երեխեն պատկերացնում եք, ամբողջ ուսանողների գնում էին դասի, իջավ գլուխը կախեց, պես խեղճեց, իջավ այդ ամայի տեղը, տրասայի վրա, Արարատ Երևան տրասայի վրա։ Իմ վրա շատ ազդեց այդ բանը։ Կարող է հերը պաշտոնյա էր, կարող է շատ փողեր ուներ, կարող է ես չգիտեմ, ամեն դեպս տենց մի հատ մարդ էր ոնց։ Բայց դա շատ վատ բան էր։ Գիտեք, ժողովուրդ ջան, եղբայրներ եւ քույրեր, թողենք աշխարհը, մենք հիմա խոսում ենք մեր մասին, մենք հոգևոր անուն ենք մեր վրա վերցրել եւ այդ անունը մեծ անուն է, բարձր անուն է։ Այդ անունը այնքան բարձր է, շատ հարցեր են եղել, որ ասել ենք նոժելի դու պիտի իջնես հավասարվես, մտնես այդ դաշտ։ Դա կլինի քաղաքականության դաշտ, դա կլինի, չգիտեմ, թվում է թե աշխարհում բարձր բաներ են դրանք, բայց դրանք հոգևոր անունից շատ ցածր են։ Հոգևոր անունը ամենաբարձրն է։ Եվ երբեք չի կարելի հոգևորից իջնել եւ մտնել նման դաշտ, եւ երեխաները, թոռները լսելով ավելի անկում ապրեն։ Մենք աղոթում ենք մեր երեխաների համար, հավաքույթից առաջ ինչքան բարձր են գնահատում, որ մեր սերունդի համար հավաքույթի առաջի աղոթ կլինում է երեխաների համար։ Գիտեք, կարակ եւ տենց բաներ լինում են, մեղադրում են հոգևոր դասատուներին, մեղադրում են եղբայրներին, երիտասարդների, պատանիների, մանուկների պատասխանատուներին, չեք գալի, չեք գնում, չեք բում, դրա համար աշխարհ գնում, դրա համար գնաց աշխարհ, փախավ, փախավ, ամուսնացավ, ինչ գործ ունի հավատացյալը անհավատի հետ, այդ կանոնը արհամարեց եւ փախավ։ Տեսնում ենք շատ վատ է։ Բայց ծնողը պիտի հիշի եւ օրինակ թողի այդպես իր զավակներին եւ հետո իր թոռներին։ Ես այն անգամն էլ ասեցի, այնքան երջանիկ զգացմունք է, երբ որ թոռները շարվում են պապին համբյուրելու համար։ Այն վերջի պստիկներ բան են անում, հետո առաջ են բանում մեկը մեկին հերեմա։ Դա անսահման երջանկություն է։ Ուրախանում ես։ Դրա համար մենք այս բոլոր խոսքի մեջ ես մի գլխավոր մտքի վրա եմ ուզում կանգ առնել։ Սուրբ գրքում երկրորդ օրինաց 21-ում ես ընդհանրապես սա ասեմ ու կավարտեմ այս միտքը, այս մտքի համարերին բոլոր
Երկրորդ օրինաց 21:18-ից 21-ը։ Երկրորդ օրինաց։ Եթե մարդը, տեսեք ինչ օրենք կար։ Ինչ օրենք որ կար Աստվածաշնչով մարդիկ այդ օրենքով վարվում էին իրենց երեխաների հետ։ Եթե մարդը ստամբակ ու անհնազանդ տղայմը ունենա, որ իր հորն ու մորը խոսքին բնավ մտիկ չներ, ու երբ զանիկա խրատեն անոնց չհնազանդվի, այն ատեն անոր հայրն ու մայրը զանիկա բռնելով քաղաքին ծերերուն ու անոր բնակած տեղին դուրը պետք է հանեն եւ քաղաքին ծերերուն ասեն, իրանք իրանց լեզվով իրանց երեխու մասին ասում են, այս մեր տղան ստամբակ ու անհնազանդ է, մեր խոսքին մտիկ չներ, որ կրամոլ ու գինեմոլ է, այն ատեն անոր քաղաքին բոլոր մարդիկ քարերով քար կոծեն զանիկա, որպեսի մեռնի, ու չարությունը ձեր մեջ են վերցվի եւ բոլոր Իսրայելը լսելով վախեցան լսելով։ Գիտեք, կարծես դաժան օրենք է, ծնող իր ձեռով տանի քար կոծել դա երեխու, բայց դա եղել է, այդ օրենքը եղել է, որ չարությունը վերցվի։ Որքան ծանր բան է, երբ որ երեխայի չարությունը չենք ասում այդպես, բայց ծածկվում է ծնողների կողմից, մանուկների ուսուցիչը, վերջ երիտասարդների պատասխանատուն ասում, որ սենց բան կա, քո երեխան լավ չի պահում իրան, հանքավանում, ճամբարում ասվում է, որ սենց բան կա, մի բան էլ պրոբլեմ են ունենում, ծնողները սկսում են մեղադրել, պաշտպանելով սխալը, պաշտպանելով մեղքը, մեղադրել այն եղբայրներին եւ քույրերին, որոնք աշխատանք են տանում գիշեր ու ցերեկ, ուսուցանում են, օգնում են ձեզ, մեզ, բոլորիս, որպեսզի օգնում են, նրանք ընդհանրապես օգնող դեր են տանում, նրանք պապայի անունն էր գրած մնացականի, ձեր անունն է գրած, էս ինչի, ռուսներն ասում են, էս ինչովիչ, Իվանովիչ, Իվանի տղենա, Իվանի զավակնա, Իվանովնա, Իվանի աղջիկնա, քոննա, Աստված քեզ է տվել, եւ Աստվածաշունչն ասում է, մի ծածկիր, դու ուրախացիր, որ քույրը կամ եղբայրը քեզ օգնող պատասխանատուն ուսուցիչը մատը դրել է քո երեխայի սխալի վրա։ Իրան պետք է օգնես, իրան թև ու թիգուն կլնես։ Եթե երեխան հանգարց իմացավ, որ էսա կգնամ ծնողիս կասեմ, կգա տես քո գլուխն ինչ անելու, բրծավ։ Այդ հարցը չի լուծվի։ Եվ մեր թևավոր խոսքերը ասում է, ձու գողանողը ձիել է գողանալու։ Այսօր ձույա գողացե։ Ես հիշում եմ երեխաների, չգիտեմ, որթևերին էր երեխաներից մեկը տուն եկավ դասից հետո գրիչը ձեռը։ Պապա գտել եմ։ Ասի որտեղից ես գտել։ Դպրոցից, դասարանից։ Ասի որտեղից գտել ես կտանես նույն տեղը գտնես։ Պապա հիմա ոնց տանեմ, խայտարակ անեն ինձի բան։ Խայտարակ պետք է անեն, որ դու չվեցնես։
Որտե՞ց ես գտել։ Տանես, կդնես նույն տեղը։ Պապա ասում է դպրոցը արդեն դասի բոլորը գնացել են, պահակն է, հա, պահակին խնդրի, մտի ներս եւ տար դիր իրա տեղը արի, դու ուրիշը գտնի, դու մի գտի։ Այսօր գտար, վաղը աշխատանք կտանես գտնելու համար։ Երրորդ օրը արդեն կգողանաս, կգտնես սեղանի վրայից, կգտնես հետագայում այսինչի գրպանից։ Տեսնում ես ուր է տանում։ Իրոք գնաց, խայտարակվեց, պահակն ասել էր, դուրը փակ չէ, պապաս ասել է, տար դիր իրա տեղը։ Զարմացել էր պահակը, իհարկե ուրախացել էր։ Գիտեք, մենք ուշադրություն պետք է դարձնենք, կերտում ենք պատմություն և ամենագլխավոր պրոբլեմներից մեկը, երբ որ մենք մեր երեխան ինչ-որ վատ բան է անում, երեխային սրբացնում, գցում է դասատուի վրա, հոգևոր դասատուի, կամ թեկուզ սովորական դպրոցի դասատուի վրա։ Դե աշխարհն է գնում են դասատուի հետ կռիվ են անում բան, բայց մենք Աստվածաշունչը մեզ այտենց չի սովորացնում։ Մենք պատմություն ենք կերտում։ Լինենք թե չլինենք, շարունակվում է։ Քան հիանալի է։ Ուրախանում ենք այն ծնողներով, այսօր տեսնում ենք մեր խաչիկին, Սերգեյ եղբոր որդուն, ուրախանում ենք, չէ՞։ Այն օրը զանգել է խաչիկը, ասում է, Արոն եղբայր, իմացել եմ, որ գյուղում արևի տակ ես մնացել բան նորից, պրոբլեմներ, բաներ, ասում տենց մի բան եղել է, բայց փառք Աստծո, ասապորությունը, լավ։ Էլ գյուղ արևի տակ չգնաս։ Ասի, խաչիկ ջան, կարոտել էի Սերգեյ եղբոր խոսքերին։ Էդ ինչ ճիշտ կրկնեցիր Սերգեյ եղբոր խոսքերը։ Օրակարգի մեջ մտնում է, որ դրա մասին պետք է մտածենք։ Ասի կարոտել էի, նույն առոգանությամբ, նույն խոսքերը դու ասեցիր, հիշեցի Սերգեյ եղբորը, քո պապային։ Ուրախանում ենք, որ Սերգեյ եղբայրը գնացել է, բայց խաչիկ է թողել մեզ համար, ոչ միայն Հայաստանի համար, այլև Ռուսաստանի համար, թողել է խաչիկ, լավ է, չէ՞, լավ է։ Օրինակ չվերցնենք, վերցնենք եղբայրներ և քույրեր, վերցնենք, որպեսզի մենք մեզանից հետո թողենք խաչիկ, թողենք տղաներ և աղջիկներ։ Երբ որ ես Ամերիկայում եմ եղել քանի անգամ, ես ուրախացել եմ մամիկոն եղբոր աղջիկներով, հիացել եմ։ Ամբողջ եկեղեցու, որ ասում են Սիմոն, չէ՞, պես ասում են, չէ՞, որ սա եկեղեցու գործերը, ավել, բան, տուալետ մաքրելա, տեսա, տենա, ինչ կա, չկա այդ մամիկոն եղբոր երկու աղջիկն են անում։ Վայ, այնքան եմ ուրախացել, որ չեմ կարողացել չարտահայտել։ Երեխեք ջան, հələ արեք, դուք մեր երեխաներն եք, և այսպես էլ մնացեք, ձեր մասին միայն դա են խոսում։ Մամիկոն եղբոր աղջիկները, ամեն ինչ եկեղեցում անում են իրանք։
ամեն ինչ գլուխները կախ, պարկեշտ, շնորհքով եւ ուրախանում ենք։ Այդպես էլ պետք է մենք ուրախանանք պատմությունով, եղբայրներ եւ քույրեր։ Այսօր ուրախանում ենք մեր այսա քրոջ որդիով։ Ինքը աշխարհի գա եղել։ Տեսնում ենք, ուրախանում ենք, Աստված տվել է մարդ, հոգի, քեզ եւ դու աշխատել ես, աշխատանք ես տարել, արցունքներով աղոթել ես, ծոմ ես պահել քո զավակի համար, քո զավակների համար, պատմությունդ լավ է գնում, ապահովա, գնալու ես դու եւ սպասելու ես, կմեծանան, կանցնեն տարիները եւ ինչ լավ է, որ ոչ մի կճղակ չունենք աշխարհին տալու, այդպես ասեց Մովսեսը։ Դրա համար այս խոսքերը, երբ որ կարդում ենք, ծնողը վերցնում տանում, գիտի տանում է եւ ասում է, «Էս արե, այն արե», քարկոծեք, վերջացավ, ծերերը ծերերի մոտ, այդպիսի օրենք կար հերյական եւ քարկոծում էին, որպեսզի ինչ լիներ, չարությունը կանգներ, մեղքը դուրս գար, ազատվեր այդ ընտանիքը, բայց մեղքը թաքցնելով մարդը իր մեջ մեղքը թաքցնելով ընտանիքի մեջ, թաքցնելով եկեղեցու մեջ, թաքցնելով ազգի մեջ, պետության մեջ, մեղքը թաքցնելով, մեղքը միայն պետք է խոստովանվել։ Եվ մեղքին հանդիմանողներին մեղքի նկատմամբ վատ վարվողներին պետք է օգնել, պետք է շնորհակալ լինել, ուրախանալ։ Այո, Աստված օգնի մեզ։ Գանք աղոթքով Աստծո առաջ եւ հիշենք, որ մենք պատմություն ենք կերտում